Բարև ձեզ բարեկամներ, փաստերի անակնկալների եւ կարճիկների հերոստալի խփակ TV-ին սկսում է աշխատանքային նոր շաբաթը։ Բազմիցս ասել եմ, մեկ անգամ էլ կրկնեմ, որ նոր շաբաթը իհարկե դա նոր սպասելիքներ է։ Նոր ցանկությունների, նոր երազանքների կատարածվելու շրջան։ Եվ ամեն անգամ, երբ սկսում ենք աշխատանքային նոր շաբաթը, մեզ համար շատ կարևոր է, թե ում հետ ենք այն սկսում։ Իսկ այսօր մեր տաղավարում մենք ոչ միայն բացառիկ հյուր ունենք, այլ մի հմայիչ անձնավորություն, որի հետ երկար տարիներ, ինչպես ասում են, ունենք բարեկամություն եւ որի հետ հանդիպելը միշտ հանդիպումն է նորովի ներկայացվելիք հարցերի հետ։ Հասարակական գործիչ գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանն է այսօր մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Քրշյան։ Շատ ուրախ եմ, որ այսօր էլ ձեր հմայիչ տեսքով մեր տաղավարում եք։ Ես գիտեմ, որ մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, խոսելը դժվար է, ինչ որտեղ հյուր գնալը առավել եւս, հատկապես ձեզ համար, որպես հասարակական հանրային գործիչ, ով աշխատում է միշտ ասել ճշմարտությունը, իսկ այսօր ճշմարտություն ասելու համար պիտի նախ համարձակություն ունենալ։ Քաջություն։ Այո, քաջություն, որտեղ ատելության այս մթնոլորտում շատ իսկապես դժվար է ինչ-որ բան անելը։ Դե, գիտեք, որ օրեր առաջ մեզ մոտ այսպես հպանցիկ այցով Ադրբեջանում մի երկու օր անցկացնելուց հետո եղավ նաև Եվրոպական միությունը ներկայացնող Տիկին ֆոն դեր Լայնեն, ով հրաշալի խոստումներ տվեց։ Ընդհանրապես այցածը մեզ ինչ-որ բան տվեց։ Շնորհակալություն, պարոն Քրշյան, հրավերի համար, իմ բազմապետմուն բարեկամ, շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև դե վերջերս ընդհանուր Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամներ, մասնակիցներ Հայաստանում էին, ու նորից Ուրսուլան ոտքը դրեց Արարատյան երկիր։ Բնական է, մենք այսօր ապրում ենք այնպիսի մի իրավիճակում, որ Ռուսաստանը շատ ցավոտ է ընդունում Եվրոպայի հետ այսպիսի հայաստանյան սերտ բարեկամությունը, բայց Եվրոպան համառորեն մեզ բաց չի թողնում։ Եկել էր եւ խոստացավ 18 միլիոն դոլար Հայաստանին հատկացնելու եւ Հայաստանի հետ որ 400 կարծեմ 30 միլիոն բնակչություն ունեցող երկրի այդ պայմաններում հայաստանյան արտադրանքը վաճառքի հանելու համար, այսինքն տնտեսական օգնության առաջարկ արվեց։ Սակայն ելնելով համաշխարհային իրավիճակներից եւ այդ պաշտոնատար անձանց Հայաստանի մեր պաշտոնյա անձանց հետ ունեցած հանդիպումներից այդ փորձից մենք երբեք այնքան միամիտ չենք որ մտածենք որ իրենք գալիս են միայն մեզ այսպես լավ առաջարկներ անելու այն էլ հարց է թե դա կկատարվի թե չէ 18 միլիոնը պարզապես այդպես բարի խոսքով ինչպես երեխային են ասում այ քեզ համար այսինչ բանը կգնեմ միայն թե դու այս չարությունը չանես հասկանալի երբեմն այսպես հավատացնելու թե իսկապես 18 միլիոնը մի օր կմտնի Հայաստան եւ մեր ժողովրդի հոգսը կհոգա, որովհետեւ մեր տնտեսվարողները բազմաթիվ վնասներ կրեցին Ռուսաստանի այս սանկցիաներից, որը կազմակերպվել է Հայաստանի նկատմամբ։ Իհարկե, որը չեմ կարծում, որ լավ բանի կբերի մեզ, բայց մենք պետք է դիմադրենք։ Ինչ ճանապարհ ուզում է լինի։ Այստեղ մի դրական բան կա, որ մինչև այսօր եթե Հայաստանը չէր համարձակվում իր սահմաններից դուրս գալ սովորել միայն Ռուսաստանի հետ այդ հարաբերությունները առաջ տանել, հիմա արդեն Հայաստանը սկսել է այլ երկրների հետ համագործակցել, նույնիսկ Ուկրաինան է Հայաստանից ծաղիկներ գնել, պատկերացնում եք այդ պատերազմական վիճակով գտնվող շատ սիմվոլիկ է ծաղիկներ է գնում Հայաստանից։ Ինչևէ, այսինքն երբ որ գալիս են օտար երկրներից Հայաստան, անպայման ունեն իրենց առաջարկությունը։ Եթե հիմա ես եւ դուք վերցնենք ու քրքրենք 670 հանքերի գոյությունը Հայաստանում եւ կարողանանք երբևէ գտնել թե
այդ հանքերը ում են պատկանում սորաբար ազգային հարստությունը ժողովրդին է պատկանում, չէ՞։ Մեր խեղճ ժողովուրդը ըստ երևույթին գաղափարել չունի, որ 670 հանքերի տեղը շատ հարուստ եւ այնպիսի մետաղներ կան Հայաստանում, որ այսօր այսքան որ վրա են տվել Հայաստանին, կարծես շրջափակման մեջ են, խաղաղ շրջափակման մեջ են, էլի շրջապատել են մեզ էլ Ամերիկան, էլ Ադրբեջանը, էլ Թուրքիան, էլ Իրանը, էլ աստված գիտի նույնիսկ Սինպինը, Չինաստանը, նույնիսկ տարբեր երկրներ, այսպես Ռուսաստանը էլ չեմ խոսում, մենք մեզ ուղակի վերցրել են օղակի մեջ։ Ինչու՞, որովհետև մեր լեռները պարզվում է շատ հարուստ են, բայց մենք տեղյակ չենք եղել երկար տարիներ։ Մեզ ոչ ոք թույլ չի տվել, կամ առաջարկելա փակում էին, թույլ չէին տալիս հարմարվելով այն պետությունների հնարավորություններին, որոնք սպասում էին, թե երբ հնարավորություն կունենան, որ այդ գանձերը հայոց աշխարհից տանեն, կամ ընդհանրապես մենք ոչ մի օգուտ չտեսանք։ Ասելիքս այն է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Հայաստան էր եկել նաև առաջարկությամբ։ Սա քաղաքական իրավիճակ էր, քաղաքական առաջարկությունների այսպես հանդիպում էր սա։ Սպասենք արդյունքին։ Դե սպասենք, Աստված որ ինչ որ լավ բան լինի։ Իհարկե։ Քանի որ մեր զրույցը այն պահին է տեղի ունենում, որ Սահմանադրական դատարանը դեռ չի հրապարակել իր վերջնական, ինչպես ասում են, որոշումները, այնուամենայնիվ մենք ինչ որ լուրջ սպասելիքներ կարող ենք ունենալ Սահմանադրական դատարանից, ինչ որ նա մեզ կարող է զարմացնել։ Ձեր հետ միասին մենք բազմաթիվ ընտրությունների մասնակցել ենք, ականատես ենք եղել եւ գիտենք, որ երբ որ դիմում են Սահմանադրական դատարանը, եթե ժամանակին այդ իշխանության ներքո է նրան աշխատակիցները նշանակվել եւ այլն, ես դա չեմ այսպես ուզում մի քիչ ավելի սուր բնութագրումներով ասել, երբևիցե այդ հարցը չի լուծվել բողոքողների օգտին։ Երբևիցե չի լուծել, այդպիսի բան չի եղել։ Եթե այս անգամ լինի, հրաշք կլինի։ Նախ քանի որ խոսքը գնաց ընտրությունների եւ նրանց բողոքարկողների մասին, ասեմ, որ այս ընտրությունները ուղղակի շատերիս համար այնքան տհաճ տպավորություն թողեց։ Երբ որ դու գիտես, որ քո հայրենիքը այս շրջափակման մեջ է, ես թվեցի, թե որ պետություններով է Հայաստանը այսօր շրջապատված, եւ թե ինչպիսի վիճակում է, ասած գիտի, թե այդ խնդիրը ուր կտանի մեզ, մենք ոչ մեկս չգիտի, թե որ մեկը առաջին քայլը կանի, առաջին քայլանողին են սպասում բոլորը։ Ու այսօր հանգարց մենք ասենք, որ այդ 19 տեխնացուները ուզում էին վարչապետ դառնալ, նրանցից որևէ մեկի մտքով այդ օրերին անցնում էր Հայաստանի վտանգների մասին խոսել, համախմբվել, եւ եթե ուզում էին, որ Հայաստանը զարգանա, հզորանա, Հայաստանը անկախ դառնա, որ այս բոլոր ելնողները չմտածեն, որ երբ են Հայաստանին տկարացնելու, որ կարողանան Հայաստանը գրավել։ Այդ 19 կուսակցությունները Հայաստանը բաժան արեցին, եւ պատահական չէր, որ Գարեգին Նժդեհը ժամանակին թողեց կուսակցությունը, Անդրանիկը նմանապես այս հզոր հայրենասերները, այս մեծ պատրիոտները նրանք չդիմացան կուսակցություններին, որտեղ զգացին, որ ամեն կուսակցություն իր շահն ունի։ Այստեղ էլ ամեն կուսակցություն, ամեն անհատ իր էգոիզմն էր առաջ տանում, իր էգոն, ես եւ ոչ թե նա, բայց ես, ոչ թե ես, այլ հայրենիքը, եթե համախմբված հայրենիքը պաշտպանեին, շատ լավ կլներ։ Սակայն այդպես չեղավ այդ ընտրությունները, մեկը ձայներ գողացան, ձայները այսպես ասած եւ վարչական կողմը իշխանական թևը կարողացավ շահել, որովհետեւ ինքը իշխանություն է։ Տեսեք, քանի տոկոսն է հանրապետությունում իշխանական բարձունքների վրա կամ իշխանության կողմը կանգնած կամ աշխատում է պետական ապարատներում, բավականին շատ քանակություն։ Եվ իսկ մյուս կողմը, ովքեր որ փողատերեր էին, այդ փողատերերը հանգիստ կերպով գնեցին ձայները։ Հանգիստ կերպով։ Իսկ ձայն գնելը մի քանի վատ բաներ է անում։ Նախ դու, երբ փող ես տալիս մեկին ու ենթարկում ես քեզ, դու վերացնում ես տվյալ անձի ինքնությունը, դու ստորացնում ես նրան, նա դառնում է կախյալ, նա փոխվում է հոգեբանությամբ, նույն հանգստությամբ ու հանդարտությամբ նա հայրենիք կարող է վաճառել։ Այդպիսի սխալ քայլեր պետք չէր անել։ Պետք չէր, ավելի ազնիվ կլիներ դուք ինչքան որ կայիք։
Ինչքան որ կայիք, այդքանով այդ ձայները գրավեիք, այս ժողովուրդը ավելի մեծ հարգանքով կլսվեր ձեր նկատմամբ, քան ձայնագրությունները, որոնք լսում եմ ես, գիտեք, այնքան վատ եմ զգում, ասում եմ, միթե մեր ժողովուրդը իջել է այդ մակարդակի, որ կաշառքով է ինքը ձայն տալիս, ինչպես կարող է։ Գուցե այնպես խոսես դա ասի, այս մարդը ավելի լավն է, կամ այս անձը ավելի լավն է, կարելին է։ Իսկ մյուսները, որոնք քաջ գիտակցելով, որ իրենք չեն մտնի խորհրդարան, եկան եւ ձայները վերցրեցին։ Ու այդպես ձայների սղություն եղավ բոլոր կողմերում։ Պատժվեցին նրանք չանցան, իսկ անստորները պատժվեցին։ Եվս մի կարևոր հարց կա, որ այս շրջափուլի մեջ անբաժան է իրենցից։ Այդ որ նախապես խոսում էին, որ այս խորհրդարանը ինչպիսի կարգ ու կանոն ունի, ինչպիսի բարձր կազմակերպվածություն ունի այս խորհրդարանը, որ իրար այդպես դուր դմփոց էին անում, ժողովուրդը անդադ բողոքում էր եւ այլն, այդ որ ասեցի բարձր կազմակերպվածություն, դա ճագերտների մեջ եմ ասում, բայց եթե դուք այդպիսի խորհրդարանից խուսափում էիք եւ ուզում էիք ձեր առաջարկությունները, ձեր ծրագրերը, ձեր գործերը, չէ՞ որ սա խորհրդարանական պետություն է Հայաստանը, խորհրդարանական իշխանություն է, ամեն ինչ գալիս է խորհրդարանից, իսկ խորհրդարանը աղմուկի բուն էր դարձել։ Հիմա երբ որ դուք նրանից խուսափում էիք, ինչպես եղավ, որ դուք էլի խորհրդարան եք բերում անձինք, որոնք վաղը մյուս օրը իրանք կտեսնեն, թե այդ մի հարցի քննարկումը քանի ժամ է խլելու եւ վերջում կլոր զերո, ոչ մի արդյունք չի լինելու, որտեղ դառնում է դա իրար պատասխանելու, այսպես իրար վրա հարձակվելու, ես լավն եմ, դու վատն ես, դու ես արել, ես եմ արել, չի կարելի այսպեսի բան, խուսափեք, գոնե գրագետ պահեք ձեզ, այնպես պահեք, որ մենք մի քիչ էլ մտածենք, որ արժանապատվությունը դեռ չի մեռել, Հայաստանում դեռ ինչ-որ բան կա, որին կարելի է վստահել։ Բարձր։ Տիկին Ռուզան, Արևմտյան Ադրբեջան խոսույթը գնալով ավելի մեծ թափ է ստանում եւ այս առումով նույնպես լուրջ մտորումների տեղիք ենք մենք ունենում։ Ձեր կարծիքով ինչ զարգացումներ այս ոլորտում կլինեն։ Ուրեմն հենց այսօր այստեղ գալիս առաջ լուրերն էին նայում, ասի տեսնեմ ինչ նորություն կա, երեք ինչ ա եղել, որտեղ ամենօրյա այդ լուրերով ես որոշ արդեն զգում եմ Հայաստանի իրավիճակը, որտեղ բոլոր աշխարհը, մոլորակի բոլոր երկրները իրար հետ կապված են, առավել եւս Հայաստանը, որ այսօր քաղաքական էս իր շարժերի կիզակետում է հայտնվել Հայաստանը, որտեղ ամեն ինչ կարծես թե որոշում է այդ թռիվ ճանապարհով։ Այո, Ալիևը վերջերս Նախիջևանում անցկացրեց Արևմտյան Ադրբեջանի համաժողով։ Պարզվում է, ես այսօր իմացա, որ մինչ այդ համաժողովի անցկացնելը մի կոնկրետ ծրագրերը, որոնք Ալիևը բացահայտ ասեց, մի քանի անգամ, 3 անգամ դիմել է ՄԱԿ-ին Հայաստան խնդրանքով, որ Հայաստանում տեղ հատկացնեն Արևմտյան Ադրբեջան հիմնադրելու։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվել։ Դա ընդհանրապես այսօր Կարոս Հասունյան կարծեմ, հա, նա է խոսում։ Ուրեմն փաստորեն Ալիևը արդեն Հարություն Հարություն, ներողություն։ Հարություն Հասունյանը, այո, դա է խոսում։ Ուրեմն փաստորեն Ալիևը շատ վաղուց է զբաղվել այդ հարցերով եւ 100 քանից 30 անդամներ ունի ՄԱԿ-ը, չգիտեմ, կարծեմ այդքան է, այդ երկրներին Ալիևի դիմումները բոլորը ուղարկված են, սպասում են նրանց պատասխանին։ Եթե այդ պատասխանը 90%-ով կա, որ Հայաստանին պարտադրեն, Հայաստանը տեղ հատկացնի Արևմտյան Ադրբեջանցիներին։ Հայաստանը հաշվիքով առանց դիմումների էլ կարող է։ Հիմա տեսեք ինչ է դուրս գալի։ Ես ուզում եմ դրա մի քիչ այսպես շերտերով ծանոթացնել մեր սիրելի ժողովրդին։ Եթե Աստված ոչ անի, այդ ոչ ու փուջերը հանկարծ ոտ տնեն հայոց հողի վրա, ուրեմն իրենց հետևից բերելու են մի բանակ, ազերիների մի ամբողջ բանակ, այն մարդասպաների, այն գլուխ կտրողների, այն հազար բաներ, չեմ ուզում ես գեղեցիկ մեր հանդիպումը վատ բաներով հիշեցնել, մեզ էլ պղտորել, այդպիսի անձինք, որոնք գալու են Հայաստան, որպեսզի պաշտպանեն իրենց համերկրացիներին։ Նրանք ստեղծելու են իրենց բանակը Հայաստանում, ստեղծելու են իրենց դպրոցները, ստեղծելու են ամեն բան, ինչ որ ազգային փոքրամասնություն, ասենք, գալիս է 300,000 մարդ։ Եղավ, պետք էր պատասխանել, չէ՞։ Իսկ ինչ արեցին։ Օրինակ Ուրսուլան Ալիևին համարեց լիդեր։ Իհարկե շատ լավ լիդեր է, երբ որ մի լիդերը, որը խաղաղություն է տարածել, իբրև թե Կովկասում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է կնքել, շատ լավ,
Բայց ինչու Ուրսուլա ֆոն դեր Լայնը մի անգամ չակնարկեց Ալիևին, թե ինչպես է որ դու Հայաստանի գերիներին մինչև այսօր բաց չես թողնում։ Որն է քո նպատակը, որ այդ գերիներին այդպես ամուր պահում ես։ Եվ ընդհանրապես, որքան գերիներ կան Ադրբեջանում, սա անհայտ է։ Մենք պետք է սովորենք անկախ նրանից, ճիշտ է, մենք այսօր խաղաղության կողմնակից ենք եւ ամեն ինչ անում ենք ոչ մի ավելորդ բառ չասելու համար, առաջ ես ասես ասում էի, հիմա լեզվի սանձերը մի քիչ ձգել եմ, որովհետեւ այս խաղաղության համար մեր ժողովուրդը շատ թանկ է վճարել։ Այդ թանկ վճարելու համար այսօր, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք, որ արևմտյան Ադրբեջան գա այս մի փոքրիկ հողակտորի վրա։ Դա նշանակում է ինչ։ Ինչպես որ Արցախում կազմակերպեցին են երկրաբանները եկան լսվեցին Արցախ, ոտները դրեցին այդ ճանապարհների վրա, բնապահպանները։ Այո, բնապահպանները եկան, կանգնեցին եւ ասում են ոչ միտեղ չեն գնա, դա չպետք է դուք դուրս գաք։ Եւ ինչ արեցին, Արցախը դանդաղորեն 9 ամիս շրջափակելուց հետո Արցախը լքեց իր հողը։ Այսօր էլ Աստված մի արասցե։ Սա մեր դեմ կազմակերպված նոր դավադրություն է, նոր դավադրություն Ալիևի կողմից։ Այսքան բան։ Դե իհարկե մենք պիտի խոսենք նաև շարունակվող Իրան Միացյալ Նահանգներ հակամարտության մասին, որը կարծես թե փորձում են ավարտին հասցնել խաղ այդ գործընթացը, այստեղ ինչ զարգացումների կարող են կանխատեսել լինել։ Գիտեք, մի կողմից այսօր ես այո նաև զանգացա մի փաստի, որտեղ նշում էր, որ Մակրոնը Օմոնի հետ միասին հեռացնում է Հորմուզի այդ բաները, այդ որ պայթեցնում են արկերը, այո, որտեղ արկերով շրջապատել են Հորմուզը, թույլ չեն տալիս նավերը դուրս գան։ Սակայն զուգահեռաբար ծանոթացա, որ Իրանը հայտարարել է, որ իրենք ոչ մի պայմանագիր Ամերիկայի հետ չեն կնքելու, չեն էլ գնում հաղորդակցման եւ խաղաղ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու։ Ինչու, որովհետեւ Ամերիկան իր սանկցիաները, որոնք դրված է ազերիների վրա, այդ Իրանի վրա, այդ սանկցիաներից չեն ազատում իրանցիներին։ Եվ այն 10 թե քանի 15 կետերը, որոնք նշել էին իրանցիները, որպեսզի Թրամփը իրականացնի, Թրամփը դրանց դեմ է։ Թրամփն էլ մյուս կողմից հակառակ բևեռից պատասխանում է, որ եթե իմ ասածով չանեն, ես այնպես կանեմ, որ իրենք կմոռանան իրենց հայրենիքի տեղը։ Այսինքն այսպիսի խոսքերը, այսպիսի առճակատումները իրար հետ, սա թող Աստված մի արասցե, առավել եւս այսպիսի կրակների մեջ հայտնված Հայաստանը, որ շատ մոտ է Իրանին, բավականին բարդ վիճակի մեջ կհայտնվի։ Ուստի մենք պետք է այստեղ էլ շատ զգույշ լինենք։ Մենք մեր հարաբերությունները Իրանի հետ պետք է անպայման ճշտենք, որովհետև կան բաներ այսօր, որ Իրանին կարող է Իրանին զայրացնել զորօրինակ այն փաստը, որ մենք այդ մասին երևի կխոսենք, որ Իսրայելի վարչապետը Նեթանյահուն ընդունել է հայոց ցեղասպանությունը։ Տարիներ առաջ մենք խնդրում էինք, մենք բազմից ենք դիմել, 2 անգամ Կնեսեթը մերժեց, բայց այսօր ընդունում է հայոց ցեղասպանությունը։ Որն է նրա նպատակը եւ սա շատ նուրբ հարց է, թվում է թե ժողովուրդը մեծ պետությունների իհարկե շատերը գիտեն, որ դա այդպես է, բայց բավականին դա դժվարություններ է առաջացնում։ Եթե ուզում եք այդ մասին կարող եմ խոսել։ Իհարկե, շատ անսպասելի էր, որ Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Իսկապես առավել եւս պատրաստ են։ Առավել եւս կառավարությունը համաձայնություն տվեց։ Կառավարությունը համաձայնություն տվել, բայց Կնեսեթը շատ շուտով դրանք նոր խորհրդարան են ունենալու եւ թե այդ խորհրդարանը ինչպիսի կազմ կունենա կընդունեն թե չէ, բայց որ ինչ ես ուզում եի կապել Բաքվի հետ, չէ՞ որ Բաքուն Իսրայելի այսպես ասած շատ մերձավոր բարեկամներ եւ ինչ կատարում էր Բաքվից էր կատարում ընդդեմ Իրանի, Իրանն էլ այդպես շատ վերաբերվեց այդ հարցերին, դա էլ ասենք, փաստորեն Բաքվում ապրող հրեաների 3 ռաբիներ նամակ են գրել Իսրայելի ուրեմն վարչապետին
ու կնեսետին խնդրելով որ վերանայել այդ կարծիքը, որովհետև դա ինչպես Ալիևն է հայտարարել կխանգարի տարածքային կայունությանը։ Ինչը կխանգարի։ Դա կխանգարի իրեն Ալիևին, որ արևմտյան Ադրբեջան բառը չհորջրջի, չբարբարի, բավական եղավ։ Ոչ միայն Հայաստան 250 քառակուսի կիլոմետր տարածքն է այսօր վերցրել մեր սուվերեն տարածքը, հետո որ ձայն չենք անում, որ այդ կոտրածները տարանք, մեզ թողել էին մենակ, իսկ իրեն 5 պետությունները օգնում էին։ Լավ էր իրենց վերաներով ասեցին, մենք լսել ենք, թե որ պետություններն են իր կողքին եղել։ Եվ հիմա հանկարծ նա հայտարարություն է տարածում, որ եթե հայոց գենոցիդը ընդունվի, ուրեմն տարածքային կայունությունը կխախտվի։ Սա մեկ, իսկ Էրդողանը իհարկե ընդհանրապես խոսափելով այդ խնդրին անդրադառնալուց, դա իրենց աքիլեսյան կարճապարն է Միչայլոց, եւ Էրդողանի եւ Ալիևի հայոց գենոցիդը։ Դա մնալու է, դա կամ իրենք պետք է մարդկայնորեն այդ խնդրին լուծում տան, հաշվի առնեն, որ դա այդպես է եղել, կամ ուրեմն պետքա սսկվեն ձայն չհանեն։ Գոնե այդպես չխոսեն էլի, որտեղ այսօր մենք լռության րոպե ունենք այդ հարցում։ Սա ես լռության րոպե եմ համարում, որտեղ 100 քանի տարի է անցել այդ գենոցիդից, հիմա մենք պահպանում ենք լռության րոպեն, բայց դա չի նշանակում, որ մենք լռել ենք եւ մոռացել ենք։ Մենք մտածում ենք ինչ անենք։ Ես համոզված եմ։ Օրինակ Գյորգի Միրզախանյան ունենք, որը այսօր բարձրացրել է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի խնդիրը եւ նա արդեն նամակներ է հղում աշխարհի կարևոր կենտրոններին նրանց ուշադրությունը հրավիրելով եւ ինչ որ լավ բան կա։ Այ ես ձեզ խորհուրդ կտամ Գյորգի Միրզախանյանին հրավիրել եթեր, բավականին լուրջ բաներ ունի ասելու եւ այսինքն հայ ժողովուրդը այս լռության րոպեն կօգտագործի իր շահերը պահպանելու, ինքնիրեն գտնելու համար։ Մենք այս փորձությունն էլ կանցնենք, ոչինչ, ամեն ինչ լավ է լինելու։ Ես ուրախ եմ ձեր լավատեսության համար։ Այնուամենայնիվ, այ շատ է խոսվում Թրամփի ուղու մասին, այն հեռանկար ունի, ինչ որ բան կստացվի։ Ես ճիշտ ասած շատ եմ կասկածում։ Սովորաբար ինձ ասում են անուղելի լավատես, իսկ այդ լավատեսությունը ոչ թե ես դիտավորյալ եմ, ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը մի քիչ իր մեջ կայունություն սերմանի, ինքը իր վրա աշխատի։ Եվ վերջապես այսպիսի հզոր հայրենիք ունենք, ափսոս հայ ժողովուրդը իրեն չճանաչեց։ Եթե ճանաչեր, այսինքն բոլորը իմ նման ամեն մեկը հայրենիք գոռար, ինք պայքարեր հայրենիքի համար, որտեղ հայը ինքն իրեն չի ճանաչում։ Մենք հզոր, հրաշալի, խելացի, կռվող, մարտական, բարի, ազնիվ, ինչքան անբարոյական գողու ավազակա իմացեք, արյունները պղտորա։ Եթե ստուգեն գենետիկորեն նրանք հայեր չեն։ Իսկական հայը շատ ազնիվ է, լուրջ եմ ասում, շատ ազնիվ։ Եթերից օրինակ այսքան մարդիկ են ելույթ ունենում, չէ՞։ Եթե դուք իմանաք նրանց պատմությունները, ես ձեզ անգիր նրանց խոսելուց, վարքագծից, տեսքից, ես ձեզ ասեմ, թե նրանք ովքեր են, ինչ են եւ ինչ են մտածում Հայաստանի մասին։ Այո, դրա համար էլ այսպես երբեմն որ ուղղաճակատ խոսում եմ, շատերի համար գուցե եւ զարմանալի է։ Այո, թրիպը կրվախնձոր է դարձել աշխարհի խոշոր տերությունների համար։ Դա պատահականորեն չբարձրացվեց։ Օրինակ Գորչ Գայլերի ղեկավարը հայտարարեց, որ թրիպը կոչվում է Թուրանի, թրիպը Թուրանի սիրտն է։ Թրիպը Թուրանի սիրտն է։ Այսինքն թուրքերը շատ լուրջ սպասելիքներ ունեն թրիպը։ Լուրջ սպասելիքներ եւ Էրդողանի նման բայց քաղաքագետը, այդ բայց լիդերը, նա Էրդողանը շատ խորամանկ, շատ հասուն լիդերը, բոլորը առումներով եմ ես ասում, չնայած թուրքերի մասին լավ բան չեմ խոսում ես, բայց երբ որ թուրքը իր մասնագիտության մեջ գերազանց ազնվորություն է, ես այդ գերազանցությունը կարողանում եմ շեշտել։ Լավ, ինքը ուժեղ լիդեր է։ Երանի չէր, որ Հայաստանի նախկին ու նրանց հետո շարունակվող այն առաջի դեմքերը, որոնք իշխանության են գալիս, ամեն ինչ մոռանալով, այ ոնց որ Դեմիրճյանին ես ես վերջերս մի առիթով գցել էին, լսեցի, զարմացած մնացի։ Ասում էր այնպես, ինչպես որ մենք խոսենք մեր հայրենասիրության մասին, հայրենիքի պաշտպանության մասին, թե ինչպեսին պետք է լինի հայը։ Այ պետք է այդ բանով վարվեին։ Թրիպի համար պայքար են մղում աշխարհի տարբեր երկրներ, նախ որ Ռուսաստանը առաջին հերթին ուզում է որ անպայման ինքը որոշակի բաժին ունենա թրիպի կառուցումից, որտեղ այդքան
մեր երկաթուղի ունի Հայաստանում եւ վերջապես դեռ զորքերը Հայաստանում են, ինքը Հայաստանի ձեռ չի քաշել, Հայաստանը մնում է իր հյուսային սահմանը, այսպես ասած, կապը Կովկասի հետ միակ գոտին, որից ինքը մեծ հույսեր ունի դեռ, որ կարող է Հայաստանը վերադառնալ դեպի Ռուսաստան, բայց այնպես չարեց, որտեղ թողներ հայերի յետ վերադարձին, մեզ ավերեց, կոտորեց, տվեց ադրբեջանցիներին, ջարդ ու կտոր արեցին մեր ծաղիկ սերունդը, եռաբլուր ընդարձակեցին, այդ բոլոր բաները կարող էր Ռուսաստանը մեզ օգնել, կարող էր այն ժամանակ նա ձեռ չմեկնեց, որտեղ Ալիևի համագործակցությունը շատ ուժեղ էր, Ալիևը անպայման ուզում էր հասնել իր նպատակին, նա ուզեցավ գերազանցել իր հորը, նա գերազանցեց իր հոր ծրագրերին, հայրը սկսեց, բայց չկարողացավ, իսկ ինքը շարունակեց, որովհետև ճիշտ էր աշխատում, որտեղ երբ ինքը սերունդներ էր դաստիարակում հայերին կոտորելու եւ զենք էր գնում, հայերը միայն ժողովրդից թալանած փողերով դղյակներ էին կառուցում Հայաստանում եւ արտասահմաններում։ Ինչևէ, թրիպը բավականին բարդ է, սկսում են թրիպի անունով խոսում են, այո, թրիպով ոգևորվելով Թրամփը այս խաղաղության հրովարտակը ասեմ, ստերոիդին ստորագրեց, սա մի թեթև լավ բան եղավ, որ հայերս մի 2 տարի գնդակների տարապի տակ չենք, մինչև մենք ուժեղացել ենք։ Իսկ հիմա մի լավ բան ասեմ մեր ժողովրդին։ Վերջերս ինձ հետ կապել էր մի գիտնական, անունը չեմ ուզում նշել, չեմ էլ նշելու։ Լիքը լրտեսներ ունենք մեր 4 բոլորը։ Ուրեմն ասաց որ Տիկին Ասատրյան, եթե Ադրբեջանը շարունակի մեր հանդեպ նորից ֆոտոցկություններ անել, սահմանում խփել մեր զավակներին, խախտել հայոց սահմանը, ընդամենը կես ժամ է ինձ հարկավոր, որպեսզի Բաքուն տեղաշարժ լինի։ Նախորդ կզգուշացնենք իրենց, որ են ժողովրդին Բաքվից հանեն։ Ես լուրջ մարդ եմ, շատ լուրջ անձնավորություն, ասեցի հիմա որ սա բարձրացնում եմ, ասեց չէ գործ չունես, մի բարձրացնու, որոշ մարդիկ գիտեն այդ մասին։ Այսինքն մենք ունենք այնպիսի գիտնականներ այսօր, հայ ժողովուրդը վերջապես ինքը պետք է խելքի գա թե չէ։ Ախր շատ փոքրաթիվ ենք, բայց ուժեղ ենք, բայց շատ խելացի ենք։ Մեր ամբողջ հզորությունը մեր խելքն է։ Այդ խելքը պետք է ներդնենք ոչ թե օրական մի 2 մետր կամ 8 մետրանոց Պարիզ կառուցել ու մտնել այդ դղյակի մեջ, այլ որոշել թե ինչ անել, որ Հայաստանը հզորացնենք։ Կադրեր պատրաստենք, համարձակ կադրեր, զարգացնենք գիտությունը, տեխնիկան, այսքան զենքեր բերեցին, ապրեն իրենք։ Ես շատ ուրախացա, երբ որ ռազմական շքերթը եղավ, շատ ուրախացա։ Դեռ այդ ինչ էր որ ցույց տվեցին, դրա կրկնակին ունենք։ Այնպես որ շատ լավ է, լավ բաներ կան Հայաստանում, կան, բայց պետք է համարձակ լինել, պայքարել եւ տերը լինել նրան, ինչի որ իրենք ձգտում էին եւ նորից են։ Ուրեմն այդ n-ը պետք է լինի նա, որ ասենք նա մերն է, մենք գնանք իր ետևից, ուրեմն պետք է արժանի լինի իր ժողովրդի վստահությանը։ Դե ես ուրախ եմ ձեր այս վերջին լավատեսությամբ էլ ավարտենք մեր այսօրվա զրույցը։ Շնորհակալություն որ եկաք Տիկին Ասատրյան, ես կարծում եմ որ մենք ձեզ առաջիկայում դեռ կտեսնենք Փակ TV-ում, մաղթում եմ ձեզ ամենակարևորը առողջություն։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։ Եվ դա շատ կարևոր է։ Սիրելի բարեկամներ, հասարակական գործիչ գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանն էր հերթական անգամ իր լավատես մաղթանքներով մեր տաղավարում։ Այսօր այսքանը, ցտեսություն։